Օրենք գործում է, երբ որ դու Նիկոլին ես գլուխ տալիս։ Այդ դեպքում գործում է, մնացած դեպքերում չի գործում։ Ում ուզում ես, ինչ ուզում ես, ասա։ Բայց կարող է մի իշխանություն ձևավորվի 26 թվականին։ Տղեկ ակաժների հետ կտրեն, քոչի շուն սարքեն, չոբանի շուն, ու դու չհասկանաս ինչ կատարվես քո հետ։ Չի կարելի վիրավորել մարդուն, որ չես ճանաչում։ Կյանքում մի բառ հետը չես փոխանակել, դու իրան վիրավորում ես, ինչ չի վերաբերվում։ Ցանկացած մեկին մի վիրավորեք, բանն եք ասելու ասեք, որտեղ է սխալ ձևակերպեք։ Հասկանում եք, կամ ինչ է նշանակում, հասարակությունը ունի խնդրի լուծում։ Հասարակությանը մոլորության մեջ պահել, որ դուք փրկիչների փրկիչն եք, չի կարելի։ Չի կարելի։ Ներկայացրու թոշակը ոնց է բարձրանալու, աշխատավարձը ոնց է լինելու, եթե մարդուն աշխատանքով չես ապահովում, ինչ գումար ես տալու, որ նա կարողանա փողոցից աղբից հաս չհավաքի, եւ այլն, այս բոլոր խնդիրները եւ մեր անվտանգությունը, մեր այդ ամբողջ սիստեմը, որ աշխատելու է, հա, ճանապարհներ, լոգիստիկա եւ այլն, ոնց են կառուցելու, ինչ գումարներով կառուցենք, որտեղից եւ ոնց, որ մենք զարգանանք, լավ ապրենք ու խնդիրներ չունենանք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին Ղարաբաղ ենք վերադառնալու, գնալու եւ այլն, կան մարդիկ, ես բազմից դրա մասին խոսել եմ, ծրագրում էլ ներկայացնել եմ, միակ ճանապարհը մեր իրավական դաշտում է, ղարաբաղցիներին է վերաբերվում, իրավական դաշտով, միջազգային դատարաններով մեզ իրոք կատարվել է գենոցիդ, բռնություն, իրավունքի զրկում եւ այլն, վերականգնել դատարաններով։ Այս փուլում դրա մասին պետք է խոսենք։ Մնացած ովքեր ինչ ասում են, դա ուղղակի ավանտյուրա է, հաճ մեն էլի։ Պարոն Բաբյան, տեսեք, դուք մեծ ներդրում ունեցաք Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի մեջ եւ շատ լավ գիտեք, թե կոնֆլիկտը այսօրվա դրությամբ ինչքան խորն է թշնամանքը, ատելությունը միմյանց նկատմամբ, այսպես ասենք, արյան հիշողություն կա ժողովուրդների մեջ, բայց հիմա ըստ էության թրենդը այն մասն է, որ մենք ապաշրջափակման պետք է գնանք տնտեսական համագործակցության եւ պետք է ոչ թե մոռանանք այս ամեն ինչը, այլ առաջին պլան ամեն դեպքում չբերենք, բայց ադրբեջանցիները նրանց դիսկուրսային հետևելով հիշեցնում են իրենց ավիրված քաղաքների մասին, Արցախի մեր հայրենակիցները հիշեցնում են, որ իրենց տներից զրկել են էթնիկ զտման ցեղասպանության հետևանքով եւ դա անհնար է թվում։ Ընդհանրապես դուք պատկերացնում եք տնտեսական համագործակցություն կամ քաղաքական հարաբերություններ վերականգնում այս մթնոլորտում, ինչպես է դա հնարավոր։ Դրա